Լաբում առաջին հայացքից անմեղ խաղալիք, որը շատերը գնել են եւ հիմա թրենդի մեջ եւ շատ հայտնի։ Բայց դուք լսել եք Լաբուբուի մասին պատմությունները եւ թե ինչ խաղալիք է դա։ Կարծեք վիդեոն դրեք լայք եւ բաժանեք ալիքին, շատ շուտ հասնենք 300 բաժանող, բան չմնաց ուղղակի ժողովրդին 28 հոգի։ Իսկ մենք անցանք այսօրվա հետաքրքիր վիդեո։ 2023 թվականից այս Լաբուբուն, այս խաղալիքը, առեղծածային խաղալիքը դուրս եկավ եւ սկզբից բոլորը սկսեցին նրան գնել համարելով, որ այս խաղալիքը շատ գեղեցիկ է։ Այո, առաջին հայացքից սա նկարը, առաջին հայացքից թվում է սովորական խաղալիք, բայց ոչ դա այդպես չէ։ 2023 թվականին համարյա երկիր մոլորակի վրա աշխարհի կեսը դնեցին Լաբուբ, չմտածելով դրա հետևանքները։ Օրինակ, դուք երբևէ տեսել եք Instagram-ում կամ ինչ-որ ուրիշ սոցցանցերում նմանատիպ վիդեոներ, որտեղ ցույց է տալված, թե Լաբուբուի աչքերը կարմրում են, ինքը բանանում ու նաև իրանք ասում են Լաբուբու դու այստեղ ես կամ բան, ու իր աչքերը վառվում են կարմիր գույնով։ Ժողովուրդ ջան, իրական է դա թե ոչ։ Այո, հավանաբար է, որ իրական է, կամ էլ ուղղակի դա ստեղծողների կողմից փոքր ինչ հումոր է, բայց ժողովուրդ ջան, 2023 թվականից մինչ այսօր 3 տարի եկա եւ մինչեւ հիմա էլ առաջվա պես հայտնի խաղալիք է, ու նա կոչվել է արդեն սատանայական խաղալիք վերջին ժամանակներս, քանի որ վերջին ժամանակներս տարօրինակ բաներ է եղել Լաբուբում, երբ որ Լաբուբուի ներկայությամբ, օրինակ ես լսել եմ պատմություն, երկու հոգի Լաբուբու են ունեցել ու տենց էլի չելենջ էին ինչ-որ միանում, ասում էին Լաբուբու դու այստեղ ես, եւ ուղղակի Լաբուբուի աչքերը կարմրում են, կարմիր վառվում են եւ տարօրինակ բաներ լինել հետո տոնը, իսկ ինչ եք կարծում, Լաբուբուն ունի հոգիների հետ կապ, թե ուղղակի դա միֆ է։ Ես մտածում եմ, որ ժողովուրդ ջան, չարժե գնել Լաբուբու, քանի որ համ ինքը գեղեցիկ խաղալիք է, բայց համ էլ ինքը իր երեսներով Լաբուբի, որ սատանայական խաղալիք։ Երբ որ դու բռնում ես նրա ատամները, նրա պատկերները, նրա ատամները սուր, աչքերը սենց մի հատ բան, ու երևում է, որ ինչ-որ բան մեզ ուզում էին իր բաները, ստեղծողները ասել։ Շատերի մտքով ասում է ոչինչ, ուղղակի դա միֆ է եւ սովորական խաղալիք է Լաբուբուն, բայց ժողովուրդ ջան, մի գնեք Լաբուբ, մի գնեք, դա սատանայական խաղալիք է։ Մենք քրիստոնյաներս օրենքով պետք է որ քրիստոնեական աշխարհում չպետք է լինեն այդպիսի սատանայական խաղալիքներ։ Չգիտեմ, սա իմ կարծիքն է, ես Լաբուբուի ֆանատ չեմ եւ ոչ մի այդպիսի սատանական խաղալիքների։ Ինչ այսքան մեր այսօրվա հետաքրքիր եւ ոնց ասեմ միստիկոտ վիդեոն, փոքրացեք վիդեոն դրեք լայք եւ բաժանորդագրվեք ալիքին, նորից կրկնեմ հասնենք 300 բաժանորդի, եթե շատ ուզեք, ապա հաջորդ վիդեոում ես ձեզ կպատմեմ Անաբել խաղալիքի մասին։ Իսկ դուք հիմա լայքեր դրեք եւ բաժանորդագրվեք ալիքին, ձեր ես Արտյոմ Բանիկը, պակա։